Սաթիկ Սեյրանյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի աղջկա հետ կապված դեպքին գրել է. հայտնի է աղանդավորական կազմակերպությունների թիրախում են կարողություններ ունեցող հարուստ ընտանիքի անդամները, մասնավորապես կանայք երեխաները, իրենց թակարդն են գցում, որպեսզի ֆինանսներ կորզեն։ Նման դեպքերը բազմաթիվ են, որոնք դժբախտություններ են բերել եւ բերում ընտանիքներին։ Ցավոք, Հայաստանում դրսից ֆինանսավորվող եւ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող այդ կազմակերպությունները հայտնի պատճառներով իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս են։ Հոգևորսության ընտանիքներ մտնելու, պետության ազգային հիմքերը խարխլելու, այլասերելու այդ դրսևորումները։ Նրանց կողմից կատարվող հանցագործությունները ոչ պատժվում են, ոչ հետապնդվում։ Ավելին, այսօր դրանց բոլոր հանցանքները ներվում են, դրանց բոլոր կործանարար գործողություններն այս իշխանությունների կողմից խրախուսվում են, հովանավորվում են։ Ի վերջո, դրանք են այսքան տարիներ նայել ձայներ եւ քարոզություն ապահովել Փաշինյանի համար։ Չեմ հավատում այս իշխանությունների շոուներին, կապիկություններին, բոլոր գերատեսչությունների քայլերը մեկ հոգու Նիկոլ Փաշինյանի սցենարով են գրվում, նրա հրահանգով են արվում։ Պետական այդ գերատեսչություններում աշխատողները նույնիսկ չեն էլ պատկերացնում ինչպես են փչանում եւ ապականվում։ Արգամ Աբրահամյանին երբեք ծանոթ չեմ եղել, նույնիսկ չեմ տեսել կյանքումս, բայց միայն դրական բաներ եմ լսել նրա մասին։ Այնինչ այսօր ներկայացվեց հերթական էժանագին շոուն էր՝ մեյմունություն երաժշտության ներքո։ Երևույթի վտանգավորության խորքը եւ աստիճանը պատկերացնում եք, աղանդավորական կազմակերպությունները չարիք են մեր պետության, ընտանիքների եւ առհասարակ հայ մարդու համար, գրել է Լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Այսօր կենտրոնի քրեակատարողական հիմնարկից Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք։ Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ, բարեգործությամբ երկիր չես պահի։ Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով եւ կառավարման էֆեկտիվ համակարգերով։ Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի եւ այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր ամբողջ աշխարհում այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել, փառք ու պատիվ նրանց։ Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Կրկրկոյանի անունը, որը իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն առանց բարձրաձայնելու Հայաստանում եւ Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։ Եվ իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում, պատմությունը կգնահատի, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ, բայց մի թեմա պիտի բացեմ։ Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում, ինչու պետք է միշտ միայն Սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ եւ եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչու է Հայաստանից որևէ մեկն օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր, ընդ որում կոպիտ սխալ։ Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրների ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկրներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։ Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում եւ ամրապնդվում։
Երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։ Նորությամբ կրկնում, բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի, բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակ երջանկություն, պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար, քիչ եմ արել, դա Աստված կանեմ ավելին, իմ որդիները վստահաբար կանեն նույնը։ Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ, բարի գործն առաջին հերթին բարի մտադրություն է հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որ ամեն մեկը իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար։ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է։ Այսօր, օգոստոսի 10-ին, 26 թվական, հայտնել է իր ուղերձը կենտրոն քրեակատարողական հիմնարկից բարեգործ Գագիկ Ծառուկյանը։ Նյուզայմի տեղեկություններով ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀԱԾ աշխատակիցների կողմից կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 23 թվականի ապրիլի 30-ին Երևանի քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարած ՍՎ-ի սպանությունը պարտվիրել էր Արտաշատ համայնքի նախկեղեկավար պատգամավոր ԱԱ-ի կողմից, մասնավորապես պլանավորած համակողմանի ապացուցողական վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԱԱ-ն կնոջը էծեին կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյաների կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ ՍՎ-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրա խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդրի լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել ՍՎ-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով, այնուհետև ԱԱ-ն օգտագործելով ԳՀ-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս իր հանդեպ ունեցած հավատարմությունը, իր պատրաստակամությունը հանձնարարել է նրան դրդել կյանքից զրկել ՍՎ-ին։ ԱԱ-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով ԳՀ-ն 23 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան 2 հատվածում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է ՍՎ-ին։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչի միջնորդության հիման վրա հսկվող դատախազի որոշմամբ ԱԱ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 46-ից 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով պատվերով սպանություն կատարելուն դրդերը։ 26 թվականի օգոստոսի 8-ին քննչի որոշման հիման վրա ՀԱԾ աշխատակիցների կողմից ԱԱ-ն ձերբակալվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Գագիկ Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը կարծում եմ որևէ մեկի համար գաղտնի չէ։ Որոշ ժամանակ առաջ նրա օգնականը Լիաննան հրապարակել էր տեսանյութ ու խոսել, թե ինչ իրավիճակում է գտնվում այս պահին պարոն Ծառուկյանը։ Լիաննան անդրադարձել էր նաև բոլոր այն մարդկանց եւ հայտնիներին, ովքեր որևէ ձևով չեն խոսում բարձրաձայնում ներկայումս տիրող անարդարության մասին։ Մի մասն էլ խոսում է, որ այս ամենը պարզապես շոու է եւ մի օր վերջը գալու է տվյալ շոուի։ Շատերը քննարկում են պարոն Ծառուկյանի ձեռնաշղթաների փոքրությունը, մի մասը պահանջում է մեծ ձեռնաշղթաներ պատվիրել, որպեսզի նման իրավիճակում պարոն Ծառուկյանը չհայտնվի։ Սակայն մենք ներկայացնում ենք այս պահին Տիկին Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրվա հետ կապված որոշ մանրամասներ։ Գագիկ Ծառուկյանի տիկտոկյան հարթակում հրապարակվեց տեսանյութ, որտեղ վերջինս շնորհավորում է իր տիկնոջը։ Տեսանյութում հրապարակված են լուսանկարներ Ջավահիր Ծառուկյանի, նրա թոռների եւ ընտանիքի հետ։ Տեղադրված է երգ, որտեղ շատ ջերմ բառերով շնորհավորում են վերջինիս ծննդյան տարեդարձ։ Այս տարի Ռստասեկոսեների Ջավահիր Ծառուկյանը բավականին տխուր եւ նեղ շրջապատում է անցկացրել իր ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք հրապարակում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։